Արամ Մանուկյան, երրորդ խոսափող։ Շնորհակալություն։ Մի ձեռքիս ունենալով գազի թղթապանակը, պատրաստում եմ որոտանի թղթապանակը եւ հիմա ձեզ փաստեր եմ ներկայացնում, լրագրողներին էլ եմ խնդրում նշումներ անեն։ Ուրեմն Հայաստանում կա 79 ջրամբար, որոնց ամբողջ տարողականությունը, ամբողջ ջրի ծավալը կազմում է մոտ 1 միլիարդ խորանարդ մետր, դրանից 750 միլիոն խորանարդ մետրը Հայաստանի սեփականությունն է, 270-ը Թուրքիայի հետ համատեղ։ Ախուրյանի 540 միլիոնանոց ջրամբարի մասին է խոսքը։ Այս ջրամբարների մեջ Սպանդարյանի ջրամբարի տարողությունը 267 միլիոն խորանարդ մետր է։ Տոլորսինը շուրջ 100 միլիոն խորանարդ մետր եւ այն երկու փոքր ջրամբարները Շամբն ու Անգեղակոթը գումարած մոտավորապես կազմում են 375 միլիոն խորանարդ մետր ջուր, որը կազմում է Հայաստանի ջրային պաշարների, ամբարված ջրային պաշարների մասին է խոսքը, ամբարված ջրային պաշարների կեսից ավելին։ Եվ կարդում եմ կառավարության համար եւ ձեզ համար Հայաստանի ջրի ազգային ծրագրի օրենքի երկու հոդված։ Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը հաստատվել է պարլամենտում։ Ուրեմն պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկի մեջ մտնում են 30 ջրամբարների մեջ Սպանդարյանի ջրամբարը եւ Տոլորսի ջրամբարը։ Ֆիքսեցինք, որ այս երկուսը պետական կարևորության ջրային համակարգեր են, ռազմավարական։ Հաջորդ հոդվածը նույն օրենքի 11-րդ հոդվածը վերնագիր այսպեսին Հայաստանի Հանրապետության ջրային համակարգերի դասակարգումը, այս հոդվածով ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը, ինչի մասին կարդացի վերևում, պետական սեփականություն են եւ ենթակա չեն մասնավորեցման։ Հարցս կառավարությանը, այս օրենքները այնքան հստակ են եւ այնքան ակնհայտ է ձեր օրենքների շրջանցումը, որ դուք պետական նշանակության, ռազմավարական, ամբարված Հայաստանի սեփականության ջրամբարները ձևակերպել եք գույք, տվել եք պետական սեփականությունը մասնավոր կազմակերպությանը, որն էլ վաճառքի է այն հանել որպես գույք, եւ դուք նաեւ կառավարության որոշումով տվել եք այդ գույքը վաճառելու իրավունքը, ձեր համաձայնությունը։ Որոտանի մասին է խոսքը, այո, որոտանի մասին է խոսքը։ Ընդ որում նույն գործընթացը, մեկը նույն գործընթացը եղել է Ձորագետ համալիրի հետ կապված, որը վաճառվեց, ես երեք ասեցի, ընդ որում ես երեք նայր շփոթել էի որոտան պետք է ասել։ Ով է պատասխան տալու օրենքների խախտման համար։ Հարցս։ Պարոն Մանուկյան, կառավարությունը առաջարկում է գրավոր փոխանցել, իրենք գրավոր կպատասխանեն ձեր հարցին։